Քոչարյանների ապօրինի գույքի բռնագանցման գործընթացը և դատախազական հրավերը։ Այս հոդվածը ներկայացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սկսված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանցման գործընթացը։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնաբերել է զգալի չափի ակտիվներ, այդ թվում միլիոնավոր դոլարներ, բազմաթիվ անշարժ գույքեր և բաժնեմասեր խոշոր ընկերություններում, որոնց վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել։ Քոչարյանների ընտանիքը հրավիրվել է իրավապահ մարմիններ գործի նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը հայտնելու համար, մինչդեռ նախկին նախագահն ու նրա որդին հերքում են մեղադրանքները, դրանք անհիմն համարելով։ Այս գործողությունները հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարիներ շարունակ հնչեցրած խոստումներին վերադարձնել պետությունից ենթադրաբար հափշտակված միջոցները։ Տեքստը նաև նշում է, որ նմանատիպ իրավական գործընթացների մեջ են ներգրավված նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր նոր բացատրական ակնարկին։ Այսօր մենք ձեզ հետ միասին անաչառ ու մանրամասն քննելու ենք Հայաստանի նորագույն պատմության ամենաաղմկոտ, ամենաքննարկվող իրավական գործընթացներից մեկը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ակտիվների շուրջ սկսված հետաքննությունը։ Մենք մի կողմ ենք դնելու էմոցիաները և կենտրոնանալու ենք զուտ փաստերի վրա, հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում այս բարդ իրավական լաբիրինթոսում։ Դե ինչ, եկեք անմիջապես անցնենք գործի։ Մեր այսօրվա օրակարգում են. առաջին՝ հռետորաբանությունից անցում իրավական գործողությունների, երկրորդ՝ հետաքննության ժամանակագրությունը, երրորդ՝ դատախազության պահանջները, չորրորդ՝ ընտանիքի պաշտպանությունը և հինգերորդ՝ ավելի լայն համատեքստը։ Գնացինք առաջ։ Հաստատ հիշում եք այս խոսքերը, չէ՞։ Դեռ 2018-ին, հետո նաև 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներում բազմիցս շեշտում էր երկրորդ նախագահի ընտանիքի ենթադրաբար ապօրինի կուտակած միլիարդների մասին։ Այս արտահայտությունը վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ, փաստացի դարձավ քաղաքական խոստում և հասարակության մոտ շատ հստակ սպասումներ ձևավորեց։ Բայց գիտեք, մի բան է հրապարակային ելույթը, մեկ այլ բան հստակ իրավական գործընթացը։ Եվ այստեղ մենք հասնում ենք մեր առաջին կետին՝ հռետորաբանությունից իրավական գործողություններ։ Տեսեք, պահանջվեց մոտ 5 տարի, որպեսզի այդ բուռն քաղաքական հայտարարությունները վերջապես մտնեն պաշտոնական իրավական հուն։ Հիմա մենք արդեն գործ չունենք միթինգային հռետորաբանության հետ, հիմա սեղանին դրված են գլխավոր դատախազության պաշտոնական փաստաթղթերը, որտեղ պետությունը հստակ թիրախավորել է կոնկրետ գույք ու ֆինանսներ։ Խաղն արդեն լիովին տեղափոխվել է իրավական դաշտ։ Ուրեմն եկեք հասկանանք, թե երբ և ինչպես այս ամենը տեղի ունեցավ։ Մաս երկրորդ՝ հետաքննության ժամանակագրությունը։ Իրականում դատախազությունը Քոչարյանների գույքի ուսումնասիրությունը սկսել էր դեռ 2020 թվականին, այսինքն սա մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա պրոցես չէ։ Բայց շրջադարձային պահը եկավ հուլիսի 13-ին, երբ հակակոռուպցիոն դատարանը պաշտոնապես որոշեց կալանք դնել այդ ակտիվների վրա։ Սա պարզ ասած նշանակում է, որ այդ գույքը կամ փողը չի կարող վաճառվել կամ փոխանցվել ուրիշին։ Իսկ դրանից անմիջապես հետո օգոստոսի 1-ին ընտանիքին պաշտոնապես կանչեցին դատախազություն։ Իդեպ այստեղ մի շատ հետաքրքիր դետալ կա։ Ծանուցումներ գնացել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, նամակներ են ստացել նաև նրա կինը, դուստրը, փեսան, երկու որդիներն ու հարսները, և բոլորին հստակ ասվել է՝ ձեր անվամբ գույքը բռնագանձման ենթակա է։ Չնայած մարդիկ օրենքով 1 ամիս ժամանակ ունեն ներկայանալու համար, իրավապահները խնդրել էին գալ հենց օգոստոսի 1-ին, կոնկրետ ժամի 14:30-ին, որպեսզի ընտանիքը ծանոթանա նյութերին ու հայտնի իր դիրքորոշումը։ Անցնենք մեր ամենաուշագրավ հատվածին, մաս 3. Դատախազության պահանջները։ Ինչ է իրականում ուզում պետությունը։ Ուղղակի լսեք այս թիվը՝ ավելի քան 80 միլիոն դոլար։ Պատկերացնում եք մասշտաբը։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել այս հսկայական գումարը և ուշադրություն դարձրեք, սա դեռ միայն կանխիկ կամ բանկային հաշիվներում եղած ենթադրյալ գումարների մասին է խոսքը։ Բայց սպասեք, դա դեռ ամենը չէ։ Իրականում գույքի ցանկը շատ ավելի տպավորիչ է։ Կալանքի տակ է մոտ 20 անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում է անմիջապես Երևանի թանկարժեք կենտրոնում։ Դրան գումարած բաժնեմասեր այնպիսի խոշոր բիզնեսներում, ինչպիսիք են Toyota Երևանը, Orange Fitness-ը, Nairi Insurance-ը, Congress հյուրանոցն ու Place City-ն։ Թեև այս ամենի ընդհանուր շուկայական արժեքը դեռ պաշտոնապես չի բարձրաձայնվում, միանգամայն պարզ է, խոսքը ահռելի, ուղղակի վիթխարի կապիտալի մասին է։ Իհարկե, մեր վերլուծությունը լիարժեք չէր լինի առանց մյուս կողմի փաստարկների։ Մաս 4. Ընտանիքի պաշտպանությունը։
Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է անդրադարձել այս թեմային եւ նրա պատասխանը միշտ եղել է այն, որ իրեն վերագրվող միլիարդներն ուղղակի անհեթեթություն են։ Նրա հիմնական արգումենտն այն է, որ պաշտոնավարման տարիներին արված ցանկացած մեծ ներդրում կամ սեփականաշնորհում ավտոմատ կերպով կապում են իր անվան հետ։ Որպես օրինակ նա բերում է Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նա ասում է, մարդիկ դժվարանում են հավատալ, որ նման բան կարող էր սեփականաշնորհվել առանց իր փայաբաժնի, բայց վստահեցնում է, որ դա այդպես չէ, եւ ավելացնում, որ իշխանությունը շատ լավ գիտի այդ ամենը։ Իսկ ահա նրա որդի Լևոն Քոչարյանը դեռևս 2019-ին լրագրողների հետ շատ անկեղծ, այսպես ասած, բաց զրույց ունեցավ։ Նա չթաքցրեց, որ իրենք ապահովված են, ասաց միլիարդատեր չեմ, միլիոնատեր գուցե, բայց նա մի շատ հստակ մարտահրավեր նետեց իշխանություններին, ասելով. «Փոխանակ ամեն ինչ քրքրելու եւ ենթադրություններ անելու, եկեք կոնկրետ ցույց տվեք, թե մենք պետությունից ինչ ենք վերցրել կոպեկներով»։ Այսինքն պաշտպանության ռազմավարությունը հիմնված է այն պնդման վրա, որ իրենց ունեցվածքը ձեռք է բերվել բացառապես օրինական ճանապարհով։ Լավ, այս ամենը հասկանալի է, բայց արդյոք սա միայն մեկ անձի կամ մեկ ընտանիքի մասին է։ Անցնենք մաս 5-ին, ավելի լայն համատեքստ։ Գիտեք, որպեսզի այս ամենը տեղի ունենար, պետությանը հարկավոր էր հատուկ գործիք, եւ այդ գործիքը դարձավ 2020 թվականին ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Պատկերացեք, սա թույլ է տալիս պետությանը գնալ ու ասել. ապացուցիր, որ այս տունը կամ այս բիզնեսը օրինական փողով է սարել, եթե ոչ, այն վերադառնում է պետությանը։ Ընդ որում, թեև օրենքն արդեն մի քանի տարեկան է, առաջին իրական արդյունքը տեսանք բոլորովին վերջերս, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի նախկին տնօրենը համաձայնեց պետությանը վերադարձնել 82 միլիոն դրամ։ Մեխանիզմը նոր է սկսում իրական թափ հավաքել։ Ու եթե ուշադիր լինենք իրադարձություններին, պարզ կդառնա, որ սա շատ ավելի լայնամասշտաբ գործընթաց է, քան կարող է թվալ սկզբից։ Օրենքի թիրախում են նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ելի շատ ուրիշներ։ Սա նախկին էլիտայի ֆինանսական ակտիվների դեմ ուղղված հսկայական արշավ է։ Սա հասանք ամենակարևոր հարցին։ Ինչ է սա նշանակում մեզ համար երկարաժամկետ կտրվածքով։ Մինչ դատարանները կպարզեն այս կամ այն գույքը իրականում օրինական է թե ոչ, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, ինչպես այս աննախադեպ պրոցեսները կանդրադառնան մեր երկրի բիզնես միջավայրի ու կայունության վրա։ Սա արդարության պատմական հաղթանակ է, թե անվերջանալի քաղաքական հաշվեհարթարների մի նոր շղթա, որը կարող է վախեցնել ապագա ներդրողներին։ Համաձայնեք, մտածելու շատ բան կա։ Հետևեք զարգացումներին, քանի որ այս իրավական պատմությունը կարծես թե դեռ նոր է սկսվում։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր միացաք մեր ակնարկին, կհանդիպենք հաջորդ անգամ։ Լավ մնացեք։